Մի հատ նախ թարմացնենք ոնց որ արդեն հեռավոր, բայց առաջի բաժնից մի հատ վարժություն անենք։ Խնդիրը հետևյալն է, չէ, 1-15 պետք է գրեի, սխալվել եմ։ Մուտքում ունենք 5 հատ արժեք, առաջի 3-ը ինչ որ արժեքներ են, որոնք որ պետքա տպենք, 4-րդ արժեքը դա նա է, թե ոնց պետքա բաժանենք այդ մնացած արժեքները իրարից, ու 5-րդ արժեքը նա է, թե ինչ պետքա գցագրենք վերջում։ Այսինքն ստեղ ունենք AA, BB, CC, գծիկ, EN պետքա դառնա AA, գծիկ, BB, գծիկ, CC, այսինքն այդ տպելու արժանի բաները գծիկով առանձնացվին, ու վերջում գծագրվեց EE։ Կանք սովորական նման ամյութ լինեք, ասեք ոնց գրենք ու գրելով առաջ գնանք։ Պետքա որ երկար չտևի, արագ գնանք այս առաջի բաժինները, բայց եթե կարիք լինի, երկար կմնանք իրենց վրա, էլի։ Ասեք ինչ ենք անում։ Լիքմար տնայնում արել էր, պետքա որ հեշտ լինի։ Սկզբի համար պետքա մուտքերը գրենք։ Ինչ փոփոխականի անուններ արժի դնել։ Օրինակի համար չգիտեմ, ինչ-որ տեքստ է գալու։ 3 հատ տեքստ 1, տեքստ 2, տեքստ 3 օրինակ։ Հետո հաջորդ փոփոխականը ինչ ասենք։ Հետո էլ արդեն պետքա գա մեզ արդեն պահանջը։ Պետքա գա մի հատ sep, մի հատ էլ end։ Sep օրինակ input and ինչ-որ տենց նման անուններ կարելի է դնել։ Հենց իրական, հենց sep ու հենց input կարանք դնենք անունները իրականում։ Ու մնում է մեզ print անենք, ոնց են գրում։ Text 1, text 2, text 3, իսկ հետո ինչ ենք անում։ Հետո sep and end։ Ահա։ Այս լավ, երևի այս բաժնից էլ խնդիր չենք անի, այնքան է ժամանակ անցել այս առաջի տնայինից, որ այս արդեն ձեզ հեշտ է, եթե ճիշտ եմ հասկանում էլի։ Բարի եկեք գնանք այս երկրորդ բաժինը, այս երկրորդ բաժնից 17 ու 18-ն են բավականին լավ խնդիրներ, իրանց անպայման կգրենք, նաև պլանիս մեջ գրել է 2-16-ը, մինչև այդ ինչ-որ մեկը կա, որ խնդիր կա ինչ-որ, որ կուզեք լուծեք, մինչև այս 2-16-ը։ Ժորդ, արխային ասեք, էլ ժամանակի բան չկա, էլի, էլ վրաս չենք, կարանք լիքը նայենք։ Okay, եկեք 2-16-ը գրենք, այս են խնդիրներից որ կարյա տարբեր ձևերով իրան անել։ Խնդիրը հետևյալն է, մուտքում մեզ գայս է մի հատ ինչ-որ թիվ, ու հետարքրում է, թե ինչ կլինի այդ թվի, մի հատ քառանիշ թիվ է գայս էլի, ուզում ենք պարզել ինչ կլինի այդ թվի վերջին երկու թվանշանը։ Պարզար, չէ։ Ներողություն, մեջտեղի երկու թվանշան, օրինակ 1, 2, 3, 4-ը 2, 3-ն է մեջտեղինը, 1, 2, 9, 8-ը 2, 9-ն է մեջտեղինը։ Պետք է գրենք ինչ-որ n-ը հավասար է input, չէ։ Հետո։ Ահա, ճիշտ է, մերսի, ընդհատել եմ ասում, ուզում եմ ասել ոչ մեկ չի ընդհատում ասի որ input է, դրա մեր ընդհատել բառը մոտեսակավ, հա, միանշանակ int input։ Հետո, հիմա գալիս է հետարքիր հարցը։
Եթե օրինակ վերջից 2 թվանշան ասել, այդ ոնց կանեինք։ Վերջի 2 թվանշանը որ պետք լիներ, բաժանում էինք տոկոսով 100-ի։ Մնացորդի 100։ Ճիշտ է։ Բայց ինձ մի դեպք կա, որ եթե լինի ասենք 107, ինքը տալու է մեզ 7, դրա համար կարող առանձին if դնենք։ Դա չէ, այս բաժնի մեջ հələ դեռ if-երը չգիտենք ինչ է։ Դրա համար կարող վերջի թվանշանը քաշենք, դա անելու համար կարող ոնց որ իրանից հանենք նույն ինքը տոկոսով բաժանած 10, ընդհանուրը բաժանենք 10-ի։ Հետո տոկոսով բաժանենք 100-ի։ Okay, այդ շատ լավ իդեա էր ու մի քիչ առաջ ընկած իդեա էր։ Ոնց որ եթե այս ծրագիրը ոնց որ նրբությունը մի կողմ դրած, եթե այս ծրագիրը մեզ կարողանում է վերադարձնի բանը, թվի վերջին 2 թվանշանը, այդ դեպքում կարող ենք փորձենք քառանիշ թիվը դարձնենք եռանիշ թիվ, այն վերջի կտորը գցենք մի կողմ ու իր վերջի 2 թվանշանը փորձենք հաշվել։ Կարող ենք այդպես մի հատ տրուկ փորձենք անել։ Հասկանալի է իմ միտքը։ Եթե այդ նրբությունը մի պահ համտեսենք, էլի։ Ու այս ոնց որ մոտեցումներից մեկն է, էլի, որ փորձում ենք միանգամից 2 նիշներ ստանալ։ Կարանք նաև ոնց որ լուծումների մեջ կար նաև դեպքեր, հենց ձեր լուծումների, որ առանձին վերջից երկրորդն է ստացված, հետո առանձին վերջից երրորդը։ Մխիթար, որ խնդրեմ մյուտ կլինեք, չսենց ֆոնը, մերսի։ Այսինքն ինչ պետք է անենք, եթե ուզում ենք վերջին, ամենավերջին նիշը դեն նետենք ու հետո վերջի 2 թվանշանը նայենք։ Ժորտես, այն դեպքն որ այնքան հեշտ է ասում եք հալավ ամյութ չլինեմ, թե այնքան բարդ է չեկել պատկերացնում ինչա կարելի ասել։ Որտեվ մյութ լինելուց չեմ հկալիս, չեմ կարող էլի հետևություն անել։ Վերջին նիշը անելու համար պետք է բաժանենք 10-ի վրա, բայց ամբողջ մասով։ Այսենց։ Շատ ճիշտ է։ Ու հետո սա արդեն 100-ի մնացորդ, չէ՞։ Այս պարզ էր դա ժողովուրդ։ Եթե ինչ-որ հարց կա ստեղից, ասեք։ Նա գանք ես խնդրին, որովհետև այս մեկը հələ տենց շատ հավեսը չի, բայց հաջորդը կարելի է շատ հավես բերել այս խնդրին։ Խնդիրը հետևյալն է։ Ժամացույց ունենք, այս ժամացույցը կախել է ինչ-որ քանակությամբ րոպեներ, օրինակ 70 րոպե կախել է, հիմա գիտենք, որ 70 րոպե կախել է, ուզում ենք մեր ժամը դզենք։ Հարց է գալիս, թե ինչ ժամի վրա պետքա դնենք։ Եթե 70 րոպե կախել է, այսինքն մի ժամ 10 րոպե անց է, պետքա դնենք 1:10-ի վրա է, չէ՞։ Եթե օրինակ 120 րոպե ծախսենք, կդնենք ժամը 2-ի վրա ուղիղ։ Խնդիրը հենց դա է ուզում էլի մեզանից անել։ Մեր նպատակը հենց այդ է։ Այսինքն n-ը հավասար է int input ու մնացած կոդը արդեն դուք ասեք։ Օրինակ ես n-ը, այսինքն ինքը լինում է մեր րոպեները, չէ՞։ Րոպեներն է։ Ես ոնց որ բան եմ արել իրան։ Սկզբի համար տոկոսով բաժանել եմ 60-ի վրա։ Սա ժամերի քանակն ենք, չէ՞ ստանում։ Եկեք անգլերենով գրենք num hours։ Դե բայց քանի որ ժամերը մեր մոտ ոնց որ 24-ից շատ չի կարող լինի, մենք պետք է այդ հարցը ունենք, այսինքն
ոնց որ դրա համար մենք կարող ենք զուտ բան անենք, մի հատ այդ մեր ստացածը, այսինքն նամ house-ը էլի այդ առանց մնացորդի բաժանենք արդեն 60-ի րոպեների քանակի վրա։ Հա, այսա սենց բաժանենք 60-ի։ Չէ, դա տենց չէ։ Իրա ոնց որ մեզ մնացորդը պետք չի, մեզ պետք է մենակ բանը։ Հա, դե այդ ժամ։ այդ հիմա արել ենք, չէ, այսա։ Հա, դա է, բայց այդ Եթե կուզես Ջոզեֆ փոխեմ, ասա փոխեմ, էլի։ Ես պրոստը կլավիատուրա եմ։ Հա, օքեյ։ Ես մի հատ գրել եմ, որ րոպեն հավասար է այդ input եղածը տոկոսով բաժանած 60-ի։ Մի հատ դա եմ ստացել։ Հետո մի հատ ոնց որ ավել ժամերն եմ ստացել, այսինքն մի հատ էլ ոնց որ իրան բաժանել եմ արդեն այդ երկու հատ, այս երկու հատ բանով երկրորդը որ գրել եք այդպես։ Այս այսինքն չէ։ Ու արդեն ոնց որ ժամը, հենց կոնկրետ ժամը ստանալու համար այդ երկրորդ ստացածը Այսա։ Հա, այդ երկրորդ ստացածից հանել եմ 24։ Ահա։ Ու իրան արդեն բազմապատկել եմ երկրորդ ստացածը էլի բան առանց մնացորդ բաժանած 24-ի։ Հասկացա, որ դրա նպատակը այնա, որ լուծումը բերենք, ժամը բերենք 0-ից 23 միջակայք, չէ։ Ոնց որ մի հատ սկզբից գտա, ամենասկզբից։ Հետո մի հատ էլ ժամը գտա ու արդեն տպեցի ժամն ու րոպեն։ Ընտիր, մենակ սա անելու մի քիչ ավելի հեշտ ձև կա, ոնց որ եթե օրինակ ստացել ենք 73 ժամ, ուզում ենք իրանից 3 հատ 24 հանենք, չէ, որ ասենք 3 օր 1 ժամ, որ գրենք ուղղակի 1, չէ։ Հիմա ստեղ մենք այս մոտեցումը, որ պետք է անենք, այդն է, որ 73-ից հանենք 24 անգամ, տեսնենք 73-ի մեջ քանի հատ 24 կտեղավորվի, 3 հատ, 73-ից հանենք 3 անգամ 24, ստանանք 1։ Բայց ըստ էության, այդ գործողությունով մենք ինչ ենք անում, մենք այդ մեր 73-ի ինչն ենք նայում 24-ի հետ ինչ անելուց։ Պատկերացեցիք հարցը։ Մենք ասում։ Այսինքն օրերը մնացորդը մնում է այդ մեր վերջին օրը, որ մեզ պետք է։ Ոնց որ այն պոչն է մնում, էլի, սա օրերը հանում ենք, մնում է պոչը, այդ մնացորդն է, էլի, հենց։ Այս որ համարն էր։ 2-ի 16, 17։ Այսինքն, եթե մնացորդն ենք ուզում հաշվենք 24-ի բաժանելուց, ոնց կարանք գրենք ուղղակի։ Խոսով բաժանած 24-ը։ Այս սենց։ Ու մեզ մնում է տպել ուղղակի սկզբում ժամերը ու րոպեները։ Այս պարզ է ժողովուրդ։ Մի հատ լավ նայեք, տեսեք ինչ է ինչի։ Հետո պետք է գրենք այդ ինչով պետք է բաժանվեն այդ վերջակետի նշանը։ Ճիշտ է։ Վերջակետով ճիշտ է, այսպես։ Ճիշտ ասեք, ժողովուրդ, պարզ է էս։ Մեկ էլ սենց մի հատ բան, միտք։
Ես տենց հիմնականում ուրիշ ժամանակներ, որ տենց տնայինների քննարկում ենք արել, նաև եղել է, որ տենց բացենք կոդեր նայենք կոնկրետ մարդկանց, կամ տենց բոլորի կոդերը բացենք, արագ նայենք։ Ես խնդրի որ արել էի, հա, ամբողջը ստացվել էր ընդամենը 2 տողով։ Մի հատը բաններ, գործողություններ, մի հատը տպերը։ բացեմ կոդը։ Այո։ Ստեղ բան բաժանած 24 անգամ բացում։ Հա, ստեղ մեծամասն ոնց որ նույն ամեն ինչն է արած, ուղղակի առանց մնացորդի գործողությունը օգտագործելու է, էլի։ Չեմ, այդ բարձրային չի։ Հա։ Իսկ տողերի քանակի հետ կապված, հա, կարանք ոնց որ այս ամեն ինչը գրենք 2 տողով, սենց ուղղակի որ առանձին փոփոխականներ ենք սարքել տարբեր անուններով, ավելի հարմար է, էլի։ Կոդերի հետ կապված ով կուզի, որ իր կոդը բացեմ ու ինչ-որ տենց եթե նշումներ կարամ անեմ, նշումներ անեմ, կամ միասին նայենք, կամ ով չի ուզի, որ իր կոդը բացենք։ Լրիվ նորմալ է, էլի, եթե չուզեք։ Այս մի խնդրում հենց տենց շատ օգտակար չի նայելու, բայց հաջորդում կարանք նայենք։ Ես հենց 10-ից առաջ համիջապես այս հավելյալներից 4-րդի երկուսն էի լուծում, տենց պայտակ չկարացա բանանեմ, ալգորիթմի տածեմ, տենց երկար չեմ մտածել, բայց Պաղպաղակը։ Հա, այս շատ լավ անունով, բայց ոչ շատ լավ խնդիր է։ Իրա լուծումը հիմնականում բան, որ նայենք, ասեմ լուծման տարբերակներից մեկը։ Ինչ բանով է լուծում, այդ է ուզում իմանալ, ինչ մոտեցման լուծումը չէ՞ էլի ասենք ուղղությունը։ Հա, մեծամասն սաղ լուծումները բանով է, ուղղակի Python-ից դուրս հասկանալով, թե որ թվերի համար դա տեղի ունի ու գրելով if n-ը հավասար է SS թվերին, դեպքում տպի, որ դրական պատասխան հակառակը բացասական։ Այդ դրա համար էլ ինքը Python-ի տեսանք ինձ այդքան է բանը չի։ Python-ով էլ է կարելի անել, просто շատ ավելի բարդ է լինում, էլի։ Python-ով for-ով ես լուծումը միանգամից հասկացա, for-երով գրենք շատ հեշտ կլինի։ Դե իրական շատ հեշտ չի։ Ինձ շատ հեշտ չի թվում, էլի, даже for-երով լուծումը։ Նրբություններ կա, էլի, երբ որ հասկանանք քանի հատ կարա տեղավորվի, հերթով սա փորձենք։ Դե ժողովուրդ, խնդիրը խոսքը գնում է այս խնդրի մասին, էլի։ Այս էր կոդը զուտ այս թվերի համար, ասում ես no, մնացածի համար ասում ես yes։ Այդքան էլ հեշտ չէ, էլի, դիտարկել բոլոր այդ 3 ու 5 գնդիկների կոմբինացիաները, բայց հիմա շատ չշեղվենք, էլի, այս սրա վրա։ Իմ ասացից, բայց պատկասեցիք չէ իմ ասացը։ Հա։ Okay։ Լավ, ուրիշների կոդեր նայելու հետ կապված մյուս տնայինի քննարկումը կհասկանանք, կամ вообще կհասկանանք ինչքանով են օգտակար այս տնայինի քննարկումները, այդ հələ դեռ ակնհայտ չի, էլի։ Եկեք այս հաջորդը փորձենք լուծենք, այս հաջորդի իր մեջ լավ իդեա է պարունակում։ Այս խնդրի էությունն էլ հետևյալն է։ Նախորդ խնդրի նման է, ուղղակի մենք գիտենք, թե ինչ ժամից սկսած է ժամացույցը կախել։ Օրինակ, ասենք 2:30 ժամացույցը կախել է 60 րոպեով, ինչ ժամ կլինի 3:30։ Եթե մինչև այդ տենց ֆիքսած չէր, թե որ ժամին է կախել, այս դեպքում ֆիքսած է։ Դե մուտքում այսքան մենք ունենք իրական ոնց որ կախելու ժամը ու օրը, ներողություն, ժամը ու րոպեն։ Գրենք ստեղ hour տնանք
րոպեն ու ինչքան ժամանակով է կախելը կարանք որպես stack թարգմանենք, գրենք ասենք stack minutes կախելու րոպեները, ահա, ու կոդը արդեն դուք ասեք, կամ եթե ինչ-որ մեկը կուզի կարող ասի իր կոդը բացեմ, կամ իդեա ուղղակի ասեք, թե ոնց է կարելի անել։ Իմն էլ կարող բացեք, բայց այնտեղ են նախորդ խնդրի պես են մի քիչ երկար են գրել, մի մասը տոկոսի տեղ են նույն ձևով գրել։ Okay, ոչինչ, կփորձենք վերարտադրել։ Հələ դեռ չբացեմ, մի հատ տեսնեմ ինչ մտքեր կան։ Մխիթար լսում եմ։ Դե ուրեմն առաջին հերթին պետք է ժամերից չէ, կախած ժամերից հանենք ժամերը։ Կախած ժամերից հանենք ժամերը, այսինքն օրինակ եթե դե մենք ոնց որ ժամեր հանենք, այսինքն դուրս հանենք, այսինքն պարզենք թե քանի ժամ կա իրանց մեջ, այդ իմաստով հանենք։ Հա։ Ինչքան է իրանց մեջ տալիս։ Okay, այսինքն կախելա գրենք hours stack ոնց ասենք հավասար է hours stack հանած hours stack հանած hours, մենք հենց մենք hours stack-ը ուզում ենք գտնենք, թե դեռ չունենք։ Ուզում ենք հասկանանք, որ եթե ինքը 140 րոպե է կախել, այդ քանի ժամ է իր մեջ ներառում, չէ՞, էտա պահանջը։ Էդ եք ուզում, չէ՞, անենք։ Ինձ թվաց ուղղակի որ արդեն 2.5 տված է մեզ, ու ասում է հիմա վերցրեք։ Չէ, այդ ոնց որ տված է, այդ 2.5-ը օրինակ էր, էլի, օրինակ տված է 2.28 ու 75 րոպե։ Մի թվի մեջ է տված։ Չէ, 3 առանձին թիվ է, հեսա, 1, 2, 3 կարդացել ենք, էլի։ Լավ։ Ոնց կարանք անենք։ Ժորժ, լիքը մարդ գրել է այս, խիչեք ուզում կարծիք ասեք։ Ես օրինակ գրել եմ, բայց ես բան չեմ հիշում, ուզում եք իմ կոդը բացեք, համել կտեսնենք ինչ ենք անում։ Չէ, բայց բան ուզում եք մտածենք, փորձենք նորից գրել, էլի։ Եթե ոնց որ գրել եք, հասկացել եք, հիմա էլ կստացվի, էլի, երևի։ Եթե ոչ մեկ չասեք, հա, լսում եմ։ Օրինակ ես սկզբից ինչ եմ արել, գումարել եմ ոնց որ րոպեներ այն րոպեները, որոնք որ կանգ առած եղել, այդ րոպեներին գումարել եմ մի հատ բանը այն րոպեները, որի վրա որ ցած ասած կանգ առած է ժամացույցը։ Մեզ այդ երկուսն է, չէ՞, տալի մի հատ տալիս է, որ րոպեին է կանգ առեմ, մի հատ էլ թե ինչքան րոպե է տենց մնացել։ Բայց պրոստը չեմ գումարել։ Պրոստը չես գումարել։ Չէ, պրոստը չեմ գումարել իրան, ինչ եմ արել, ասեմ։ Ոնց որ իրան այդ մի անգամից բան եմ արել, այն ժամանակ րոպեները, որ ինքը կանգ առած է եղել։ Այսինքն եթե իր մեջ ոնց որ ժամ կա, իրան դուրս եմ հանել։ Okay, հա, այսինքն օրինակ եթե սա 140 է, ուզեցել ես ստանաս այդ 140-ից 2, չէ՞, ճիշտ եմ հասկանում։ Այո։ Ահա, այսինքն գրում ենք ասենք բան hours stack, տենց ինչ-որ փոփոխական կամ լավ գրենք hours extra, այսինքն ինչքան լրացուցիչ ժամ կա, որ հետո stack-ը չխառնվի։ Այդ մեր stack minutes մնացորդով բաժանած 60-ն է, չէ՞։
Եկեք printer շարենք, որ պատկերացնենք էլի ինչա կատարվում, եթե կօգնի։ Ես որ խնդիրներ կներեք։ 2:18։ Սա ընդունեց 7։ Հա։ Ես sense եմ արել, որ իրան բաժանել են ոչ թե անմնացորդ 60-ի, այլ տոկոսով են բաժանել 60-ի, ոնց որ ժամերը հելնի արանքից, մնա րոպեները։ Հա, հասկացա, օքեյ։ Ու իրան ու միանգամից գումարել եմ ոնց որ մեր մինուտը, հենց որ ինքը որի վրա որ կանգ առել է։ Ու սրան գրած մինուտ։ Իմաստը էս ռոսիչ րոպեներն է, կարանք ստեղ գրենք հոկականը minutes։ Ու ոնց որ դրանից հետո մի հատ գտել եմ, թե այս պահին որերորդ րոպեն է։ Այդ ոնց են գտնում։ Այդ իմ ստացածից, այսինքն այդ մինուտից, ես ստեղ ամեն դեպքում հանել եմ 60 ու բազմապատկել եմ էլի այդ մինուտը անմնացորդ բաժանած 60-ի։ Okay, այսքան մնացորդն ենք վերցնում 60-ի բաժանելուց։ Okay, ասում եմ, որ երկար ձևով եմ արել, բայց հա։ Հա, ոչինչ։ Ահա։ Ու սա մնացորդ 60, չէ՞։ Իսկ կարայինք ստեղ չգրենք այս միանգամից գրենք գումարած ու մնացորդ 60։ Կամ լավ, եկեք առաջ չընկնենք, okay։ Սենց ես գրեցինք, հետո Ժորժ, ստեղ հարց կա, թե ինչ կատարվեց։ Ոնց որ ես այդ նույն բանը պրինցիպով մի հատ ժամում եմ գտել ու տպել եմ։ Hours-ը հավասար լինի stack minutes, հետո ինչ։ Հետո ժամն էլ գրել եմ սենց իրաների ոնց որ ինձ բաժանել եմ արդեն 60-ի այդ րոպեները։ Ոնց որ հիմա արդեն գտել եմ ինձ պետք էր անցածում րոպեները, հիմա պետք է ժամերը, դրա համար արդեն անմնացորդ բաժանել եմ 60-ի։ Ու դրանից հետո իրան գումարել եմ այն ժամը, որը որ մենք ունեինք, սկզբից վրա որ կանգեր առել։ Ու մի հատ էլ այն րոպեները, այն մինուտը, որ ես հաշվել էի, բայց ես տենց չէի էլի հաշվել, երկու տողով էի արել։ Ոնց որ այդ վերջում որ տոկոսով բաժանել եք 60 բան, ես տենց առանձին տողով էի էլի արել։ Okay։ Ոնց որ մի հատ էլ բան եմ անում, իրան ոնց որ գումարում եմ այդ վարկյանների, րոպեների, ասենք եթե 140 րոպե է, դրա ժամը։ Չէ, այն ոնց որ իրան նաև գումարել եմ բան։ Բայց մի բան չասեց կարող ալգորիթմում։ Որ պիտի ստուգենք, որ եթե 24:00 անցնում է, ինքը պիտի 0 ասնի։ Հա, այդ մասին հələ չենք ասել ուղղակի։ Ստեղ ուղղակի այս խնդիրը հենց սրա համար եմ սիրում, որտեղ այս խնդիրը լուծելուց կարելի ասել միշտ ու ես ինքս էլ սկզբում այսպես մի հատ ինչ-որ լուծում է լինում, որ ամեն ձև դզում փչում ենք, ուզում ենք հասկանանք կոնկրետ րոպեները ինչքան է, բա հետո ինչ հավելացավ, բա հետո ոնց ենք բերում ճիշտ միջակայք բանման, ու հետո ինքը մի հատ հավես լուծում է ունենում։ Այստեղ էս մոտեցումը պարզ է, ոնց ենք մոտենում խնդրին, էլի, Կարենի մոտեցումը բավականին ճիշտ մոտեցում է, էլի։ Այսքան այս ճանապարհով կհասնենք տեղ։ Պարզ է ոնց ենք ինչ ենք անում։ Ոնց որ ասում ենք դե լավ, հիմիկվա րոպեն էսենց մի հատ թիվ է, այսքան րոպեով կախել է, հələ տեսնեմ րոպեների սլաքում ինչ է կատարվում։ Հա, այս դրան գումարել ենք էս, հետո մի հատ 60-ի բերենք, օքեյ, հասկացանք քանի ժամ է։
Հետո ասում ենք դե ժամերի սլաքն էլ պետքա լինի քանի րոպե կար են ժամերի մեջ։ Այդքան ժամ գումարած քանիսին է կախել, գումարած այդ ժամը, հետո ասում ենք մի վայրկյան։ Այս մի հատ կարևոր նրբություն, օրինակ եթե 11-ից 50-ը ինքը 2 րոպե 20 րոպե է կախել, 50-ը ու 20-ը իրար հետ գալիս են անցնում են մի ժամը, պետքա մի հատ էլ դա այդտեղ գումարենք ու տենց ամեն ինչ հաշվի առնելով գալիս ենք լուծումի ենք հասնում։ Կներեք էլի, ես մի հատ կարճ ձևով լուծել եմ, կլինի նայեք։ Այս գանք այդ ձևին։ Ինձ թվում է հասկացա այդ որ ձևն է։ Այս մոտեցումս բայց բարձր մոտեցման գաղափարը, թե ինչ ենք անում։ 5, 4, 3, 2, 1։ Այսա մինչև այդ բան, մինչև ձեր կոդը նայելը, այս խնդրի ժամանակ միշտ մի հատ անեկդոտ կա, որ պատմում եմ, մի հատ այդ անեկդոտը պատմեմ, նոր գնանք։ Այս մաթեմատիկին ու ֆիզիկին չայնիկ են տալիս, ասում են գնա չայ սարքի, այս մաթեմատիկը գնում է, այս չայնիկը մոտեցնում է բանին, այդ լվացքի բանին, ոչմ գնում է ջուրը լցնում է մեջը, տանում է դնում է գազօջախի վրա, տակը միացնում է, մի քիչ սպասում է, չայնիկը եռում է, ջուրը լցնում է։ Այս ֆիզիկա էլի ոնց որ չայնիկը վերցնում է, գնում է ջուրը լցնում է մեջը, դնում տակացնում է, ջուրը չայնիկը լցնում է, սարքում է, всё, ու այլն, պատրաստ է։ Հիմա հետո գայս են երկուսինս ջուրը լցված չայնիկ են տալիս։ Այս ֆիզիկա չայնիկը վերցնում է, դնում է գազի վրա, միացնում է, մի քիչ սպասում է, չայը պատրաստ է։ Մեկ էլ այս մաթեմատիկը տեսնում ես չայնիկը վերցրած գնում է այդ բանի մոտ, լվացքի բանի մոտ, ասում են, ապա այսօր ես գում ես, ինչ ես անում։ Ասում եմ գում եմ մեջի ջուրը թափեմ, որ հետ գամ նախորդ խնդրին, որի լուծումը արդեն գիտեմ։ Հիմա եկեք ստեղ փորձենք ինչ որ ձև գանք այն նախորդ խնդրին, որի լուծումը արդեն գիտենք։ Շատ եմ սիրում ես լրիվ նյութարած վիճակում կատակներ պատմելը։ Չես իմանում ինչքան տխրես կամ ինչքան ուրախանաս։ Պատկերացրեք մոտեցում, այսինքն նախորդը գիտենք ոնց ենք լուծում։ Եթե կարողանանք ինչ-որ տրյուկով այս խնդիրը դարձնենք նախորդ խնդրի լուծումը բավականին հարմար է, չէ՞։ Կարանք բերենք ու տենց լուծենք իրեն։ Մի փոքր մտածեք, թե ոնց կարանք անենք, կամ որ տենց հարել, կարա ասի ու գրենք հետ։ Ես ասեմ ոնց եմ արել, թե գնայեք։ Ասեք։ Եկեք ասեք վերջում բացեմ կոդը։ Այդ բոլոր մուտքերը իրար գումարել եմ, ընդհանուր րոպե քանակը ստացել։ Հետո դա բաժանել 60-ի մնացորդով։ Տեսա։ Ու չէ, բաժանել 60-ի ու տոկոսով բաժանել 24-ի։ Ահա, դա այս արդեն նախորդ խնդրի լուծումն է, չէ՞, լրիվ։ Հա, ժողովուրդ, նայեք, ոնց որ մենք նախորդ խնդիրը կարանք sense պատկերացնենք։ Գումարը ուղիղ կեսգիշեր 60-ի բաժանել։ Հա, էդ էլ 60, այս 60-ի բաժանել 24 մնացորդ, այս տոկոս 24, տոկոս 60։ Այս լրիվ ճիշտ է, անտիշ լուծումը։ Այս սրա մոտեցումը ինչն է։ Մի հատ ես էլ փորձեմ վրայից բացատրեմ թեթև, եթե դեմ չեք։ Նախորդ խնդիրը կարանք sense պատկերացնենք, որ ինքը ոչ թե մեզ ուղղակի տրված է, որ ինքը կախել է այսքան րոպե, այլ 0000 ժամին ինքը կախել է այսքան րոպե։ Ու մենք այդ դեպքի կոդը գիտենք ոնց լուծել, չէ՞, կարանք այսա գրենք ու ինքը լուծվի, կամ այս նույն պատմությունը կարանք միտողով գրենք, այսենց օրինակ կարանք գրենք, բաժանած 60 տոկոս 24 ու տոկոս 60, կարանք սենց գրենք ու ինքը լուծվի, եթե 0000 է ինքը կախել։ Մենք եթե օրինակ ինքը 0000, այսքան կեսգիշերին կախել է 80 րոպեով։ Եթե ինքը ասենք 01:30-ին կախել է 80 րոպեով։
Հիմա սրա կոդը պետք է չէ գրենք։ Կարանք սա պատկերացնենք, որպես ինքը 0000-ին կախելա 80 գումարած մի ժամ գումարած 30 րոպեով։ Չէ, նույն պատմությունն է։ Ստեղ օրինակ եթե 10-20 կես լիներ, այդ նույնն է ինչ 12-ից սկսած 110 րոպե, չէ՞։ Ժողովուրդ պատկերացրել եք։ Հիմա ստեղ մեզ ուղղակի մնում է, ասենք 12 ինչ-որ ժամ որ տված է, ինչ-որ hour minute, հասկանալ թե այդ կեսգիշերից սկսած քանի ժամ է անցել այդ ժամից, այդ էլ ոնց որ 100 անգամ 60 գումարած minutes-ն է, էլի։ Ու սրանից հետո արդեն այս մեր նախորդ կոդն է։ Այսինքն սա եթե copy անենք, հենց սենց լրիվ ոնց կա։ Կարանք գանք գրենք, հա, դե մուտքերը պետք է դզենք, ես արագ անեմ էդ, ու stack-ը, հիմա մեզ պետք է ես n-ը ստանալ, կասեք ես ինչ եմ գրում։ Ժողովուրդ։ Ժողովուրդ։ N-ը մեր բոլոր րոպեները չէ, այսինքն ամբողջ րոպեները ճիշտ անենք։ Հա դե գումարում ենք իրար ուղղակի ժամը րոպե սարքած։ Ահա, hour անգամ 60 գումարած երկն։ Կներեք ես էկրանից հետ, հա, շատ դզվեց։ Գումարած minutes, գումարած stack։ Պարզ էր այս ժողովուրդ։ Կարող է, եթե դժվար չի ինչ-որ մարդիկ էլի վիդեո միացնեն, որ մի քիչ գոնե ընթացքից պատկերացնեմ ոնց եք։ Բայց դա պարտադիր չի, էլի։ Հա, մերսի։ Կարաք մի հատ իմ լուծումը նայեք։ Հա, հեսա։ Օ։ Դեստեղ սա բանն է, էլի մնացորդն է առանց մնացորդի գործողության։ Հա, գայնը Շուշան, մերսիներ վիդեոյի համար։ C-ից հանում ենք բանը, այսինքն ստանում ենք C-ի 24-ի 60-ի ամբողջաթիվ բաժանելուց 24-ի մնացորդ նայելուց արժեքը։ Հետո այս B1-ով անում ենք րոպեներն ենք իրար գումարում ու հասկանում ենք այդ րոպեների մեջ ինչքան ժամ կա։ Հետո այդ ճիշտ հասկանում ենք ինչքան րոպե պետքա ցուցադրվի, էլի։ Այդ րոպեն ստեղ դնում ենք ու այս խառախշտիկոտ ձևով հասկանում ենք րոպեն ինչ պետքա լինի։ Մոտավորապես տենց։ Ինչ կուզեք ձեր կոդի հետ կապված նայեմ, ուղղակի սենց մեկնաբանություն, թե աշխատացնենք բան։ Դա երևի կարեր մնացորդ հավելացնելով շատ կարճացնել, չէ՞ լուծումը։ Հա, մնացորդը շատ կթեթևացնի, սա այտենց լավ դժվար է կարդալը, ու երկրորդն էլ ինչն է լավ դժվարացնում կարդալը, այն որ փոփոխականները իրենցից իմաստ չեն արտահայտում, կարդում եմ A1 չգիտեմ այդ ինչա կամ կարդում եմ A չգիտեմ այդ ինչա։ Զուտ հիշում եմ, որ սկզբում ժամն է, հետո րոպեն, հետո բանը, այտենց փորձում եմ հասկանալ, բայց եթե ասենք մի քանի ամսից նայեմ այս խնդիրը կամ հենց դուք նայեք այս խնդիրը մի քանի ամսից, երևի լավ դժվար կլինի, էլի։
Դրա համար այդ փոփոխականի անունները լավ դնելը ահագին կարևոր է։ Բայց կոնցեպտուալ, հա, Կարենի ասացի նման լուծում է, էլի։ Եթե կուզեք էլ ինչ-որ բան ասեմ կոդի հետ կապված, ասեք, մեկ էլ եթե ինչ-որ մեկը կուզի իր կոդն էլ բացեմ, ասեք։ Մի հարց էլի, կարող է ասել եք ես չէի ուշադիր։ Այս որ գրածա C մինուս հավասար է, մենք այդ անցել ենք, թե չէ։ Այս մինուս հավասար է հենց։ Պլյուս հավասար է թեկուզ, Հա, որովհետև թեկուզ։ տենց ավելի հեշտ։ Այդ անցել ենք, այդ հենց առաջի դասներ ոնց որ թե մեր, եթե ինչ-որ փոփոխական ունենք, օրինակ անհավասարը 5, ասենք իրան ուզում ենք 6 անգամ բազմապատկենք, պետք է ասենք անհավասարը անգամ 6, չէ՞։ Հիմա եթե գործողությունը հենց i-ի հետ ենք անում ու i-ի մեջ ենք պահում, որպես կարճ գրելաձև կարելի է անել սենց, բազմապատկած հավասարը 6։ Շնորհակալություն։ Ընդհանուր գիտեի այդ ձևը, բայց չգիտեի, չէի հիշում անցել ենք թե չէ, դրա համար ուղղված հաթաթ գրեցի։ Հա, դա ոչինչ, բան, վերհիշեցինք։ Էլ ինչ-որ հարցեր կամ ցանկություններ կոդ նայելու։ Եթե չկան, կանցնենք 3-ի 8-ին։ Լավ, գնացինք 3-ի 8-ը։ Այս խնդիրն էլ նենց է ընտրված, այս խնդիրն էլ նենց է ընտրված, որ այս խնդիրը լուծելու մի քանի մոտեցում կա, մեկը շատ դաժան է, մեկը չէ։ Ու դրա համար էլ մենք հիմա սկզբում դաժան ձևով երևի կանենք, հետո կմտածենք ոնց է կարելի ավելի լավ անել։ Խնդիրը հետևյալն է, տված է 4 հատ թիվ, ասում է գտեք ամենամեծը։ 1, 2, 3, 4 տպում ենք 4, 4, 3, 2, 1 տպում ենք 4։ Մուտքը ես կկարդամ այդ իմ վրա։ N1, N2, N3 կարանք ասենք, միանգամից input կգրեմ, էլ չեմ խափի գրեմ int input, միանգամից int input կգրենք, ահա։ Այդ մենք էլ կարանք ասենք։ Կարանք օգտագործենք max կոմպլեմ Բայց մենք max-ը չենք, կարանք, max-ը ճիշտ է չենք անցել, բայց կարանք գրենք max n1, n2, n3, n4, բայց այդ խնդրից էլ ոչ մի չենք սովորի, էլի մենք։ Այս խնդիրը մեզ ոչ մի բան չտվեց, էլի, չտանջվեցինք սրա վրա սենց։ Դրա համար ավելի լավ է ինչքան նավորա քիչ գործիքներ հիմա օգտագործենք, մի քիչ տանջվենք, որ հետո երբ որ գործիքներն էլ լինի, մենք է պատրաստված լինենք, էլ վաբշե լավ կոդեր գրենք, էլի։ Դրա համար եկեք առանց ինչ-որ տենց ուրիշ մեթոդների, էլի։ Պետքա պայմանը դնենք, նախ if-ը գրենք։ N4-ը մեծ է N3-ից, այդ էլ մեծ է N2-ից ու N1-ից։ Տպի N4, չէ։ Հա։ Հետո մնացած դեպքերը N3, N2, N1-ով, չէ։ Չէ, տենց ենք անելու, հետո ասել ենք N3-ը մեծ է N4, մեծ է N2, մեծ է N1, տպի N3, ճիշտ գուշակեցի ուղղությունը։ Հա։ Դե գրենք, ինչ կասեք ժողովուրդ, այս մոտեցման հետ ինչ թույլ կողմ կա, ինչ դեպքերում չի աշխատի։ Հավասար։ Ահա, այդ մի դեպք է, հեսա կնայենք այդ։ Ուստեղ elif, ստեղ կարամ ուրիշ բան գրեմ, ոչ թե սենց։ Կարամ ես վերջինի փոխարեն վերջի elif-ը ուրիշ բան անեմ։ Else գրեք։ Ահա, կարանք else գրենք, որտև են վերջի տարբերակն է ինքը։ Աշխատացնենք։
Ահա, այս երկու դեպքի համար էլ նորմալ աշխատեց, բայց եկեք մի հատ էլ դեպք նայենք, օրինակ մուտքում եթե գա 1 1 1 1, ամենամեծը որն է, 1-ն է, չէ՞, ամենամեծը։ Ինքը իրականում ճիշտ կաշխատի այս LG հաշվին, բայց լավ, եթե լինի օրինակ 1 1 1 1 2, պետքա տպի 2, չէ՞, աշխատացնենք։ Ոչ մի բան չտպեց։ Ինչի, որովհետև այստեղ այս սաղ պայմանները խիստ մեծով են ստուգվում։ Հավասարության դեպք չկա։ Այսինքն եթե բոլոր մուտքերը նույնը լինեն, այստեղ եթե LZ փոխարեն էլի էլիֆ լիներ, ինքը էլի ոչ մի դեպքի մեջ չէր մտնելու։ Պատկերացեցիք սա։ Դրանով եկեք դարձնենք դե մեծ հավասարեր։ Այսօր ճիշտ տվեցի։ Բայց սենց էլ մեր խնդիրները չեն վերանում իրականում։ Էլի այս 1 1 1 2-ը նորից չաշխատեց։ Ինչից կլինի ըստ ձեզ։ Որտեվ իրանք իրանց մեջ կարան էլի բան չլինի, այդ հաջորդականությամբ չլինի։ Ահա, շատ ճիշտ է։ Նայեք ժողովուրդ, այս N4-ը մեծահավասար N3, մեծահավասար N2։ Սա ինչ է նշանակում։ Այս կարճ ենք, չէ՞ գրել, եթե բացված գրենք, սա ո՞նց կլինի։ Պատկերացրիք հարց, այսինքն սա ինչ է ստուգում։ Սա ստուգում է, որ ամենամեծը N4-ը պիտի լինի։ Կամ էլ հավասար։ Այդքան էլ չէ, սա հələ չի նշանակում, որ N4-ը մեծ, օրինակ N4-ը մեծ հավասար է N3։ N4-ը N3-ից մեծ, N3-ը N2-ից։ Ահա, ահա։ Եվել է, էլի։ Եվ N-ը, եւ N-ը, եւ N-ը։ Հա, այսինքն եւ N, այստեղ N4-ը մեծ հավասար է N3, մեծ հավասար է N2, սա ճիշտ է նշանակում, որ N4-ը մեծ հավասար է N3, բայց այս N2-ը ու N4-ը իրար հետ չի կապում։ Սա նշանակում է N4-ը մեծ հավասար է N3 ու N3-ը մեծ հավասար է N2։ Այստեղ այդ է գրած, էլի, տենց որ կարճ գրել ենք։ Բայց այսինքն ստացվում է, եթե օրինակ լինի 4 2 1, ինքը կասի 4-ն է ամենամեծը, բայց եթե լինի 4 1 2, ինքը կասի չէ, էլ 4-ը չի ամենամեծը, բայց 4-ի համար ինչ կարևոր է այս N3-ն է մեծ, թե N2-ը։ Այդ իր վրա ոչ մի ձև չի ազդում, չէ՞։ Այսինքն սենց կրճատում չենք կարող անենք, սա կաշխատի մենակ այն դեպքում, եթե ինչ-որ հստակ հաջորդականությամբ, օրինակ, եթե սա հերթով նվազելով գնա, հա, դրա համար կաշխատի, բայց պարտադիր չի հերթով նվազելով գնա, էլի։ Դա լավ, այստեղ հարց կա։ Okay, բա ոնց փոխենք կոդը, որ պետք է առանձին նայենք, չէ՞, որ N4-ը N3-ից մեծ լինի, N4-ը N2-ից մեծ լինի, N4-ը N1-ից մեծ լինի։ Ինչ պետք է գրենք։ Եվեր ավելացնենք, հա։ Պետք է ստեղ գրենք and N4-ը մեծ է N2, and N4-ը մեծ է հավասար է N1, հետո այս նույն պատմությունը ստեղ N3-ով, N3-ը մեծ է հավասար է N4, N3-ը մեծ է հավասար է N1, այսինքն ամեն մեկը բոլոր մնացածից N3-ը բոլոր մնացածից մեծ լինի, այդտենց հերթով գրելով գնում ենք։ Այս պարզ էր։ Հա։ Այս իմիջիայլոց են դաժան ձևն է։ Որտև եկեք մի քիչ ընդհանուր նայենք, պատկերացնենք 7 հատ մուտք է եկել, այս դեպքում ինչ կլիներ, կստացվեր ստեղ 7 հատ գրում ենք այս սրանից, ամեն մեկը գայս է սենց մինչև եսին որտեղ հասնում է, N4-ը մեծ է N5 ու N4-ը մեծ է N6 ու N4-ը մեծ է N7, մի քիչ դաժան է ստացվում, էլի։
Դրա համար, բայց ճիշտ է։ Դրա համար եկեք փորձենք մի հատ ուրիշ տեսանկյունից մոտենանք, ու այս մտածելաձևը մեզ ուրիշ խնդիրներում էլ հետո կօգնի։ Եկեք sense պատկերացնենք։ Մեզ այս թվերը ոչ թե միանգամից տվել են 4-ն ու ասում են ամենամեծը գտեք, այլ մեզ այս թվերը հերթով են տալիս։ Պատկերացրեք, այսինքն տենց n1-ը տվեցին։ Եկեք փորձենք ընթացիկ մտածենք, թե ամենամեծը որն է։ Սկզբում երբ որ մեզ տալիս են, ու եկեք ամենամեծը պահենք տենց m փոփոխականի մեջ։ Մեզ սկզբում տվեցին n1-ը։ Ամենամեծ թիվը որն է։ n1-ը։ n1-ը, այո։ m-ը հավասարթային է։ Հետո մեզ տալիս են n2-ը։ Ոնց պարզենք, որն է ամենամեծ թիվը։ Դե այդ երկուսից որը որ մեծ լինի, նա էլի։ Ահա, այսինքն կարանք նայենք, ասենք, եթե n2-ը մեծ է n1-ից, ուրեմն որն է մեր ամենամեծ թիվը։ n2-ը։ Հա, այսինքն m-ը դառնում է n2, չէ՞։ Հետո հիմա այստեղ m-ը կամ n1-ն է, կամ n2-ը, կապ չունի։ Կարևորը գիտենք, որ m-ի մեջ մինչև էս պահ եղած ամենամեծ թիվն է պահված։ Հետո հաջորդ թիվն են մեզ տալիս։ Այդ ժամանակ ինչ ենք անում։ Արդեն համեմատում ենք m-ի հետ։ Ահա, m-ի հետ։ Իրականում ստեղ էլ կարան գրենք։ Հենց էս էիր ասում, հենց էստեղ էիր ասում դզամ, մի բաց կախած, բայց ոնց որ հենց էդ էիր ասում։ Ահա, հա, շատ ճիշտ է, տենց ավելի հասկանալի կլինի։ Հետո այս մեր n3-ը որ տալիս են, իրան համատենք մեր ընթացիկ ամենամեծի հետ։ Եթե մեր ընթացիկ ամենամեծից մեծ եղավ, ուրեմն նոր ամենամեծը ինքն է։ Այստեղ else-ը չեմ գրում, else-ի դեպքում ուղղակի ոչ մի բան չի փոխվում, էլի։ Ու մեզ տակը ինչ է մնում անել։ n4-ի համար չէ՞ նույնը։ Չէ՞։ Ու որը կտպենք վերջում։ m։ Ահա, ու վերջում print m։ Աշխատացնենք։ Երկար է աշխատում։ Կլեր մենք այն submit տալ։ Մենք այս մոտեցման լավը որն է։ Մենք եթե 3 հատ է թիվ տան, մենք պրոստը այս փուճուր կտորը մի քիչ էլ կշատացնենք։ Ինքը շատ ընթեռնելի է, ինքը չի գալիս հասնում եսին որտեղ։ Իր մեջ դժվար է ինչ-որ անուշադրական սխալ անել, իսկ նախորդի մեջ անձամբ ես եթե գրեի, երևի կանեի ինչ-որ անուշադրական սխալ։ Ու այս մոտեցումը շատ է հետո օգնելու, էլի ուրիշ խնդիրների մեջ էլ, որ մենք ընթացիկի մտածելակերպով գանք, էլի։ Ու ստեղ նրբություն չկա մեծ հավասարի բանի։ Եթե հավասար են իրար, կապ չունի, որ մեկը գրած կլինի։ Եկեք մի անգամ submit սխնեմ։ Այս կայքի հետ Profound Academy-ը ոնց որ խնդիր կա, իմ մոտ вообще չէր բացում։ Օ։ Այդ նոր հա կախեց երևի։ Առավոտ շուտ լրիվ լավ էր, որովհետև։ Չէ, սովորաբար լավ է եղել, երևի մի 5-10 րոպե էլի։ Հա։ Okay, լավ, ուրեմն restart չտանք նա всякի, որ հանկարծ չկորի այսքանն էլ։ Submit-ները երևի չենք կարող ստուգենք, բայց հետաքրքիր է որ պրոբլեմա տվել։ Նա պետք է հավատանք, որ սա ճիշտ էր, կարճ ասած։ Այստեղից հարց կա ինչ-որ։ Օ, ինչ հետաքրքիր է, իմ մոտ էլ էս Notion կայքն է սկսեց չաշխատել ընդհանրապես։ Իսկ Profound-ը իր հետևում Notion-ը օգտագործում։ Երևի ոչ թե Profound-ը կախել, այլ Profound-ը տակը ընկած ավելի գիգանտ բանն է կախել, ու դրանից Profound-ն է կախել։ Այդտենց հավես բան է ծրագրավորում, էլի կարեք ոչ մի սխալ բան չանեք, բայց լրիվ վարի գնա ձեր կայքը։ Այդ Notion-ը որն է, ինչու այդ։ Notion-ը ինքը նշումներ անելու համար կայք է սկզբանե որպես չեմ ուզում բացեմ, որովհետև գաղափար չունեմ ինչ կբացի մոտս Notion-ի մեջ էլի։ Ինքը մի հատ կայք է, որտեղ որ կարելի է տեքստեր հավաքել, պատկերացրեք ոնց որ Google Doc-ի նման, բայց
շատ ավելի ճկուն ամեն ինչով էլի, մեջ կարաս աղյուսակներ ունենաս, մեջ կարաս տարբեր հրամաններով ծրագրավորես ինչ որ հստակ բաներ անի։ Ինչ ասես կարաս մեծամասն բանես էլի Notion-ով, տենց կամպանիաները իրանց ամբողջ կամպանիայի դոկումենտացիաներն են Notion-ում պահում բանում։ Բայց բոլոր խնդիրները որ կան, էս վարժությունը, էս աղյուսակը, դրանք սա Notion-ում են գրված, Notion-ից են բերվում դեպի ստեղ էլի։ Պատկերացեցիք։ Հասկանալի է։ Հարմար բան է, ահագին հարմար բան է։ Իմ կյանքը շատ է հեշտացրել էլի։ Սա բան է, ոնց որ կոդ գրելու միջավայր է, IDE կոչվածը։ Մենք ինչ որ բայց երբ որ մեր կոդերը մի քիչ լրջանա անցնելու ենք արդեն ստեղ կոդ գրելու։ Չփակեմ։ Հաջորդ խնդիրը, որ ուզում ենք նայենք, հետևյալն է։ Տված է 4 հատ թիվ, ու այդպես դրական բացասական, չգիտենք։ Ու մեզ խնդրում է, ասում է, Մխիթար, մերսի շատ։ Մխիթարը չաթում ուղարկել է խնդիրը, բավականին հարմար ձևով։ Տրված է 4 հատ թիվ ու մեզ խնդրում է հաշվել այդ թվերից դրականների գումարը։ Ես կոպի անեմ։ Լավ չէ։ Օրինակ, եթե 1 3 մինուս 1 4 է տված, մեզ պետք է հաշվել 1 գումարած 3 գումարած 4 է, մինուս 1-ը հեչ։ Դրականների գումար էլի մենակ 10 մինուս 3 մինուս 1 40-ի դեպքում 10 գումարած 40-ն է ուզում հաշվենք։ Պատկերացեցիք։ Դե առաջի քայլը այդ մուտք անելն է ամեն ինչը։ Այն 3 այն 4։ Իսկ հետո ինչ ենք անում, հետո ոնց ենք անում։ Ոնց պարզենք, որոնք իրար գումարենք, էլի։ Այսի ենք հո ասած անեկդոտի բանն է, էլի նման էլի բան է դառնում։ Բայց Ստեղ այդքան չեն կարող բերենք ինչ-որ նախորդ խնդրի, բայց այդ անեկդոտից պետքա փորձենք բանենք, էլի մաթեմատիկի պես մտածենք երևի, ոնց որ հաջող ալգորիթմ փորձենք, չէ՞ լավ, ոնց որ թե մի քիչ այդքան էլ չենք կարող բերենք ոչ մի ուրիշ բանի, բայց պետքա նախորդ խնդրի մոտեցումը փորձենք օգտագործենք, էլի։ Բայց ոնց որ մինչև չտանջվենք, լավը չեն գնահատի, էլի։ Ինչ ցանկացած ձև կա, որով որ կարանք տանջվենք։ Ինչ մտքեր ունեք։ Ես այս խնդրի համար էի ասել, մենք անցել ենք A+, ասենք, հավասարեն, որովհետև ես լավ տանջվել եմ։ Հա, շատ լավ է։ Ափսոս հենց կակրաս հիմա չենք կարող, հենց կոդը բացենք նայենք տանջվելու բանը։ Բայց լավ է, սա սիրուն լուծում կլինի։ Հերթով գրենք եթե n1-ը մեծ է 0, n2-ը մեծ է 0, n3-ը մեծ է 0, n4-ը մեծ է 0, print դրանց գումարը։ Ես բանը միացնեմ թող։ Ֆունկցիաները պիտի փոխենք, էլի։ Ահա։ Այդ երկարված ձևով։ Իսկ քանի տարբերակ կա, կարող փորձեք ասել, մոտավոր էլի, քանի կոմբինատ, քանի ձև կա էլի այդ տարբերակների մեծ փոքր լինելու։ 12, հա, թե սխալ ասացի։ Չէ, դաժե ավելի շատ ոնց էր։ Ավելի շատ, հա։ Այս այդ մեկը կարա մեծ լինի 0-ից, կարա փոքր լինի 0-ից։ N2-ը այդ ամեն մի դեպքի համար կարա մեծ լինի, փոքր լինի։ Կարա այսքան լինի մենակ առաջ երկուսը եթե նայենք, կարա լինի մեծ մեծ, մեծ փոքր, փոքր մեծ ու փոքր փոքր, չէ՞։ Այս արդեն 4 դեպք։ Հետո սրանից հետո էս Չէ, դա կարող։ Չլսեցի։ Հավասար է 0-ի դեպքում այդ պետքա գումարենք։ Հա, դե հա, բայց այդ 0-ն ոնց որ գումարենք, չգումարենք, բան չի փոխի, էլի, այդ 0-ին կարանք տենց գցենք մի կողմ ուղղակի, էլի։ Հետո ասենք, եթե 3 հատ լինի, այս թվերից հետո ամեն մեկից հետո կարա գրած լինի m, ու նաև ամեն մեկից հետո կարած գրած լինի p, չէ։ Այսքան ավելանում է այս ամեն ինչը ստեղ հետո p-երով 8 դեպք արդեն, M1-ի համար է 16 դեպք, տենց 16 հատ պայման պետք է գրենք, եթե ուզում ենք այս ձևով գնանք։
Ինչը լինող է իհարկե, բայց չենք ուզում։ տխուր է, հա։ Ես որ այդքան համբերություն չունեմ։ Այդ չնայած լավ չի պետքա կարողանալ այդպես կոդեր գրել, բայց եկեք մտածենք ինչ կարանք, ինչ տրյուկով կարանք հեշտացնենք մեր կյանքը։ Համարյա նույն անցած խնդրի լուծումներ։ Ահա, բայց ոնց ենք անում։ Էլի կարող մի հատ այն փոփոխական վերցնենք հավասարացնենք 0-ի։ Օրինակ գումարը թող հավասար լինի 0-ի, չէ՞ սկզբում։ Հետո if n1-ը մեծ է 0-ից։ Գումար Պլյուս հավասար n1, չէ։ Հետո elif, չէ։ Elif n2-ը մեծ է 0-ի։ Իսկ ինչի՞ չէ։ Բայց եթե elif դնենք ինքը առաջի if-ը ստուգելու է ու դուրս չի գալու։ Ահա, ճիշտ է, եթե elif գրենք ու առաջի if-ը ճիշտ եղավ, ինքը էլ մնացածը չի ստուգի։ Մեզ պետք է առանձին ամեն ինչ ստուգենք։ Շատ ճիշտ է։ Եթե ինչ-որ մի քիչ պատկերացրեց, ժողովուրդ ասեք։ Հետո print եմ։ Ահա։ Այ գումար պլյուս հավասար n3, մի հատ elif n4-ի համար։ Ու վերջում print գումար։ Ստեղ ժողովուրդ իմիջիալից այն նախորդ խնդրում որ ասում էի, բա պատկերացրեք 5-6-7 հատ լիներ ինչ էր դառնալու, այս խնդրի մեջ ավելի դաժան է, եթե ստեղ 7 հատ լիներ մուտքը, պետքա 128 հատ պայման գրեինք։ Իսկ այս դեպքում ինք ուղղակի եթե 7 հատ լիներ 6 տող կավելանար կոդի մեջ։ Դե կարանք սա ստուգենք։ 4 հատ մուտք տանք, տեսնենք ճիշտ աշխատում է թե չէ, մի հատ փորձնական։ Օրինակ 1, 3, -1, 4։ Ահա, տպեց 8։ Բոլոր դեպքերը չեն կարող ստուգենք, բայց ոնց որ օքեյ է ամեն ինչ, էլի։ Իսկ այդ գումարից հետո գումարած նշանը ինչ էր նշանակում։ Այս սա նշանակում էր, որ մենք գումարին հավասարացնում ենք գումար գումարած n1։ Այսինքն մենք գումարը մեծացնում ենք ինչ-որ ստեղի գրված բանով, էլի։ Ստեղից ինչ-որ հարց կա, ժողովուրդ։ Չէ։ Շատ լավ, ես մի հատ տեսնեմ կողը, profound-ը վերածնվեց։ Profound-ը ոնց որ թե չէ, բայց Notion-ը վերածնվեց, ես այդտեղ ոնց որ թե խնդիրների լուծումներ գրած ունեի, մի հատ տեսնեմ խնդիրներն էլ կա թե չէ։ 3-ի 10 էինք, հա 3-ի 10 էլ նայեցինք, հիմա 4-ի 9 էինք ուզում նայենք։ Մի հատ նայեմ, այս ինչ էր։ Հա 4-ի 9-ը ռուլետկայի խնդիրն է։ Ինչ լավ է մխիթար, մերսի շատ։ Իմ մոտ բացված է profound-ը, կարող եմ խնդիրները բացեմ։ Հա, շատ լավ, ընտիր։ Ահա։ Դե ժողովուրդ կարաք չաթում նայեք, բայց խնդիրը հետևյալն է։ Մեզ մտքում տրված է մի հատ ոնց որ ռուլետկա ենք խաղում, ուզում ենք հասկանանք, թե ինչ գույնի վրա է անգել, ու գույները սենց օրենքով են։ Եթե 0-յա, 0 կանաչ է։ 1-ից 10 կենտերը կարմիր են, զույգերը բան, սև են։ 11-ից 10, այս պետք է copy անեմ, էլի խեմ տանջում։ Իսկ տեսագրություն միացրել եք, մոռացել եք։ Չէ, միացրած եմ։ Թու հույս ունեմ այդ չեմ մոռանա երբեք, բայց ապրեք շատ որ ուշադիր եք, այդ զգոնեղ եք էլի, որտեղ ինձ այն սպասելի է մոռանալը։ Այս 5 օրենքն է, 0-ն կանաչ, 1-ից 10 կենտերը կարմիր զույգերը սև, 19-ից 28-ում էլի կենտերը կարմիր զույգերը սև, ու 11-ից 18-ում զույգը հակառակը էլի, 11-ից 18 ու 20-ից 36-ում։ Ոնց գրենք սա։
Մխիթար լսում եմ։ Ուրեմն կենտերը գտնելու համար ընդհանրապես ես միշտ տոկոսով բաժանում եմ 2-ի, եթե ինքը 1-ի էր հավասար լինում, ուրեմն ինքը կենտեր, եթե 0-ի, ուրեմն ինքը 0 էր, այդ ձևն եմ գցել։ Ճիշտ է։ Կարանք այսքան նայենք, օրինակ, եթե n-ը բաժանած 2-ի հավասար է 0, հավասար է 1, այսքան կենտ է, եթե ինքը մի հատ էլ 1-ից 10 միջակայքում լինի, ուրեմն կիմանանք, որ կարմիր է, չէ՞։ Հա։ Այսինքն կարող ենք n-ը մնացորդով բաժանած 2-ի հավասար է 1 ու n-ը 1-ից 10, այսինքն 1-ը փոքր հավասար է n, փոքր հավասար է 10։ Այս դեպքում տպի կարմիր, չէ՞։ Հավայ, ռեդ։ Ուրիշ ինչ պայման կա, որ կարա կարմիր լինի, կամ ուրիշ ինչ պայման ստուգենք։ Մենք այս նույն պայմանը եթե գրենք զույգով, ինքը ինչ կլինի, եթե 1-ից 10-ը ու զույգ է։ Համելսի մեջ կարան գրենք, չէ, else-ի մեջ չենք գրենք, կարան գրենք մի հատ if, if, այո։ Կամ if տարբերություն չկա։ Ու այդ նույն բանը ուղղակի 0 է արդեն։ Ահա։ Այս դեպքում էլ տպի բան black հետո այս առաջիկ պայմանից բրծանք, չէ՞։ Հետո պետք է մնացած պայմանների համար գրենք, չէ՞, այդ կլինի եւս 6 հատ, հետո մի հատը 0-ն կա, այդ կլինի մի հատ էլ, այդ տեղավ 9 պայման գրեցինք, վատ չի, նորմալ անեցա, բայց արդեն կարանք զգանք, թե ինչքան կոդի կրկնություն կա այստեղ, ոք այս կտորը լրիվ նույնն է, այս երկու տեղն էլ էլի։ Ինչով եկը կհիշացնի այս խնդիրների բաժնի թեմայի անունը։ Ներդրված պայմաններ։ Ներդրված։ Այսա հələ պայմաններ է, իսկ ներդրված են, որ պայմանի մեջ ինչ-որ ուրիշ պայման ենք նայում, այսինքն ինչա կարելի նայել, ոնց կարանք մոտենանք այս խնդրին, օրինակ հենց այս նույն կոդը ոնց կարանք ուրիշ ձև գրենք։ Օրինակ ես իմ հիշելով սենց եմ արել, մի հատ սկզբից կարանք հաշվենք, օրինակ եթե կենտ է, ու իրա մեջ կարանք բան անենք, հասկանանք, այս ինչ միջակայքում, ոսկի առաջին 1-ից 10 միջակայքում, գիտենք, որ կենտերը, էլի if-ով էլի, հա, գիտենք, որ կենտերը, ասենք, կարմիր է։ Այսինքն այս դեպքում տպում է կարմիր, հակառակ դեպքում տպում է, else-ը տպում է բան արդեն, սև։ Ահա։ Ու ոնց որ մենք այդ առաջի if-ը որ գրել ենք, միանգամից ոնց որ տեղ կարանք օրով բոլոր միջակայքերը գրենք։ Մեկ էլ ինչ դեպք։ Մեկ էլ կենտերը կարմիր են արդեն 19-ից 28-ն է լինում։ Ճիշտ է։ Ոնց որ մի հատ էլ զույգ չհաշվենք, սենց ասած, կարանք բան elif-ով գրենք։ Որտեղ։ Գնայք ոնց որ չէ, նույն if-ի մեջ այդ ներդրած անենք նորից։ Այս սրա։ Չէ, դրա չէ, հիմնականի մեջ մի հատ էլ if գրենք։ Այս սրա մեջ մի հատ էլ if։ Հա։ Բայց այս այն դեպքերն է, երբ որ կենտ են, չէ՞, զույգերի դեպքը այստեղ չի լինի, այսինքն եթե ինքը ստեղ է մտել, ուրեմն ինքը կենտ է։ Պետք է չի սենց ասած։ Կարանք մենակ զույգով նայենք, կարանք մենակ կենտով նայենք։ Մեկը այն մյուսը, մեկը մեկի ոնց որ հական է, էլի, հակառակն է։ Դե հա, օքեյ, ուղղակի այստեղ ոնց որ Չէ, լավ, օքեյ, լավ, հասկացա։ Լավ, կարանք տենցել անենք, տենցել նորմալ կլինի։ Բայց մի հատ միջև այստեղ մի պահ ստոպ տամ, կներես։ Ժորդ, միջև այստեղ պարզա ինչ կատարվեց։ Այո։
Դե լավ, օքեյ։ Կարանք մի հատ էլ if-ով ստուգենք մնացած միջակայքերի դեպքերը, չէ՞։ Այսքան ստավ 11-ից 18-ն է մնում։ Էս եք չէ՞, հենց ասում Կարեն, էս եք չէ՞, հենց ասում Կարեն։ Հա, այդ է ասում, ոնց որ մի հատ էլ if չգրենք զույգ ստուգենք, միանգամից կարանք արդեն այս երկու միջակայքում էլ կենտերը սերն են լինում։ Ու դրանց այցելն է կարող։ Հա, սրա հակառակն է լինում։ Okay, հա, շատ լավ է։ Ժորդ, իմիջայլից ոնց որ ասենք ավելի կարճ կոդ բան, այս գուցե ավելի երկար է ստացվում, քան նախորդը, բայց կարևորը այն է, որ ավելի հասկանալի լինի, էլի։ Ստեղ մի քիչ ավելի շատ է տրամաբանություն, էլի, կարդալուց հասկանում ես, որ եթե կենտա ու այս միջակայքում է, նենց է լինում, եթե բան ուրիշ ձև։ Ահա։ Հետո մեզ մնում է else անել ու զույգերի դեպքի համար նայել, չէ՞։ Չէ՞ ժողովուրդ։ Հա, Ինքը էլի հիմա մոտեսքան։ Ասեք։ if-ը հիմա էլ կգրենք n%-ով բաժանած 2-ի հավասար է 0-ի։ Իսկ էլի բան, տոկոսով այդպես գրեմ պայմանը, թե ուղղակի else գրեմ։ Ինչի՞ չեմ կարող ուղղակի else գրեմ։ Իրականում չեմ կարող, բայց ինչի։ Որովհետև կենտերին շարունակի, չէ։ Ոնց որ այդ պայմանը չգրեմ, ուղղակի ասեմ մնացած դեպքերում էլ ու արա այսպես բաները։ Նախ չես կարա, որովհետև այնտեղ մի հատ բան կա, որ ամենաառաջինը ինքը ասում է 0-ն կանաչա։ Ստեղ այսքան մենք իրականում 3 դեպք ունենք, էլի 0-ն, կարմիր 0-ն, կենտերը ու զույգերը։ Կարանք եթե ուզենք այդ 0-ի դեպքը զույգերի մեջ առանձին գրենք, բայց ավելի տրամաբանական կլինի, եթե առանձին ստեղ գրենք, ոնց որ ասենք, հիմա էլ հենց ոնց որ պետք է ասենք, հիմա էլ հենց հստակ 0-ի դեպքը նայենք, որտեղ նայեք, եթե ստեղ ասենք այն երկուս հավասար է 0, ու եթե 0 գա մուտքում, ինքը ընկնելու է այս պայմանի մեջ, չէ՞, որտեղ 0-ն զույգ է։ Արանք ուղղակի մի հատ ստեղ 0-ի դեպքը նայենք, ասենք եթե n-ը հավասար է 0, print green ու հետո արդեն else։ Կամ էլ սկզբանե վերևում այդ կանաչի դեպքը ստուգենք։ Այս օքեյ ժողովուրդ, այսօր մի տեսակ շատ լուրակ։ Հա։ Դա լավ, ու ստեղ else-ով էլի կգրենք մոտավորապես այս նույն չափի կոդ կլինի։ Մի քիչ ուրիշ պայմաններով, մի քիչ ուրիշ բանով, բայց արդեն ճիշտ կլինի։ Մի 7 վայրկյան սպասեմ, տեսնեմ ստեղ հարց կա թե չէ։ Okay, մենք ստեղ սենց բան։ Ասում եմ։ Մենք ոնց որ երբ որ կենտը հաշվել ենք if-ով ու կենտի մեջ գրել ենք մի հատ որ բացասնես տեսնեմ։ Այլով ասում։ Մենք կենտը հաշվել ենք գրել ենք եթե ինքը այդ միջակայքում է ու կենտ է, այսինքն, չէ, պետք է տպի կարմիր։ Հակառակ դեպքում տպի սև։ Հակառակ դեպքը որ դեպքն է, այսինքն լինում է սիտուացիա։ Այսինքն ինքը կենտ է ու 11-ից 18 է ու 29-ից 36։ Մի վայրկյան։ Հա, մի վայրկյան, հա։ Ճիշտ է, լավն եք, շատ լավ նկատեցիր։
Էդի ոնց որ ես sense եմ գրել, դրա համար չհասկացա էլսի բաներ։ Հա, ես էլ մի տեսակ գրել եմ, մտածում եմ, որ պետքա ավելի կարճ լիներ ախր, ասեցի դե լավ, երևի մյուս պետքա միջակայքերով գանք, որ նոր ավելի կարճ լինի, բայց հա, մի վարքյան։ Շատ լավ ավարտեցի։ Միստուլաց այդ հասկացա։ Չէ, ես ասելու եի, որ ավելի լավ է սկզբում միջակայքերը ստուգենք, որ հետո այնտեղ ավելի շատ կրճատումներ ունենք դեպքերի, բայց սա sense որ գրեցի, առաջի հայացքից ինձ էլ օքեյ թվաց, էլի, ասեցի դե լավ, հիմա ոչինչ։ Բայց հա, իսկականից ժողովուրդ պատկերացեցիք ինչ էր։ Շատ լավ նկատեցիր։ Հա, էլի։ Իրականում այսքանի իմաստը ընդհանրապես չկա։ Ոնց որ ինքը ստացվում է, որ այս մեր գլխավոր if-ի մեջ, որ մի հատ առաջին ներդրած if ունենք, իր հակառակ դեպքը ստացվում է մեր երկրորդ ներդրած if-ի ոնց որ հակառակ դեպքը։ Հա, ու երկրորդինն էլ ստացվում է այն առաջինի բանը չունեցած ու իտոգում այդ հարցը լուծվում է։ Այս ոնց որ նույն բանը երկու տարբեր ձևով են գրել, էլի։ Նայեք ժողովուրդ, եթե ստեղ է մտել, այսինքն ինքը կենտ է։ Բայց եթե ինքը այս միջակայքում է, ինքը կարմիր է։ Եթե ինքը այս միջակայքում չէ, այսինքն այս միջակայքում է, ինքը սև է։ Հիմա ստեղ գրել ենք, որ եթե դու ստեղ ես կարմիր ես, եթե ստեղ չես սև ես, ստեղ գրել ենք ոնց որ եթե դու այստեղ չես, այսինքն այստեղ ես դու սև ես, եթե տենց չի, կարմիր ես։ Այսինքն ոնց որ ասենք մի հատ առանձին ասենք, գիտես ինչ, եթե անձրև գա, հետո անձրևանոց կվերցնես ու ասենք, եթե անձրև չգա չլինի, անձրևանոց չվերցնելը չանես։ Մի քիչ կոպիտ օրինակ, բայց մոտավորապես այդ բանն ենք արել, էլի։ Նույն բանն ենք արել, ուղղակի մեկը լրիվ հակառակ մոտեցումով։ Ահա, կարա սա sense դառնա։ Ով հասկացավ, թող լայք տնի, էլի։ Գագիկ կամատ ինչ հարց կա։ Ինչը պարզ չէր։ Թե ընդհանուր պարզ չէր։ Հասկանալի ընդհանուր։ Հա, օքեյ։ Լևոն Մխիթար, ձեր մոտ։ Լայքը որտեղի նկատի ունեիք։ Չէ, այս ամեն ինչի մեջ էլի զուտ աստիճանով հարց չունի, թող լայք տնի, դու չդրեցիր, դրա համար էի հարցնում, էլի։ Լևոն Մխիթար, դուք էլ լայքեր չդրեցիք, ձեզ ոնց է։ Դրավ, եթե հարց լինի, ասեք։ Սա հետ կապված մեկ էլ sense նշում, սրան կարանք մոտենանք հակառակ ուղղությունից, այսինքն գանք ասենք, եթե դու ինչ որ այս միջակայքում ես օրինակ 1-ից 10-ից ու 19-ից 28, եթե կարմիր է, եթե զույգ ես, ուրեմն սև ես, ու եթե կենտ ես, ուրեմն բան ես, ու նման ձևով մյուսները, կարանք նաև այս կողմից գանք, էլի, էլի իրար համարժեք կոդեր է ստացվում, արդեն ըստ ճաշակի։ Ստեղից ինչ-որ հարց կա։ Ժողովուրդ պրոֆանդը վերածնվեց։ Ուրա։
Լավ, եթե չկա, եկեք նայենք այս բանը, այս երկու խնդիրն էլ նայենք ու այսօրվա համար արդեն վերջ 11-ը ու 12-ը։ Մեկա չեք հասցնի կարդաք սենց արագ։ Այս մի խնդիրը հետևյալն է, մեզ տված է 3 հատ գույն ու ասում է, որ այդ գույները կարող լինեն կարմիր, կանաչ, կապույտ կամ ինչ որ եսիմինչ։ Հիմա ասում է այդ գույները իրար են խառնում։ Եթե կարմիրը կանաչի հետ են խառնում, ոնց որ պլաստիլին ենք խաղում, էլի, ես խնդրում։ Կարմիրը կանաչի հետ ենք խառնում, տեղին ենք ստանում, կանաչը կապույտի հետ ցիան ենք ստանում, կարմիրը կապույտի հետ մաջենտա ենք ստանում, ու այդ երրակներն է, էլի։ Այնտեղ հետո էլի դեպքեր գուցե պետք է նայել, կարմիր օրինակ։ Ու մեկ էլ ասում է, եթե ինչ-որ մեկը բռնել է ինչ-որ սխալ գույն է տվել կամ սխալ է գրել գույնի անունը, ասա, որ տեղին չի այդ գույնը, ինքը սխալ գույնն է, տպի invalid color։ Ընտրից հարցեր կա։ Okay։ Դե գրենք։ Մուտքում ստանում ենք երկու գույն, չէ։ Գույնը color-ն է, կարող ենք գրենք C1 ու C2։ Առաջի հերթին կարող ստուգենք, եթե ճիշտ գույներ են տրում ես, թե չէ։ Ահա, ճիշտ է։ Այսինքն ճիշտ գույները այդ կարմիր, կանաչ ու կապույտն են, չէ՞, ստուգենք տեսնենք այդ դրանց մեջ են, թե չէ։ Եք եթե C1-ը հավասար է red or Հա, green յուսը, հա, green։ Այս ստուգեցինք C1-ի դեպքը։ And Հա, and C2-ին ունեն։ Դեռ եկեք փակագծերի մեջ գրկենք սրանց, որ ավելի ապահով լինի ու ավելի ընթառնելի։ Այստեղ and-ից է, որ ներքևի տող ենք իջնում, կարող ենք այս slash-ը դնենք, չէ՞։ C1, C2, C2, ահա։ Այս ոնց որ սա նշանակում է, որ մուտքը նորմալ է եղել, չէ՞։ Եթե sense չի եղել, else ինչ պետք է անենք, պետք է տպենք բան։ Սխալ գույն, չէ՞։ Արդեն ներդրում ունեցանք if-երի, ես if-ի մեջ if են գրելու։ Հիմա ինչ կոմբինացիաներ կան։ Երեք կոմբինացիա կար, կարմիր, կապույտ, կապույտ, կանաչ, կանաչի, կարմիր։ Օրինակ, եթե C1-ը հավասար է red, Or, լավ կլինի or-ով անենք, որ երկու անգամ չշատանա սա վարիանտները։ Հա, orange, բայց Օրինակ or blue, այս անգամ կարելի է։ Հա, այսինքն եթե գրենք, ինքը իրականում չի նշանակի, որ C1-ը կամ red-ը հավասար կամ blue։ Պետք է ստիպված գրենք, sense C1-ը հավասար է blue։ Այսինքն պետք է անենք, էլի։ Հա։ Իսկ հետո And C2 հավասար է red or blue, հա։ Ահա։ Ինչ կասեք ժողովուրդ այս կոդի հետ։ Եկեք փակագծերը դնենք։ Միական, այս դեպքում ինքը ինչ է տպում։ Ինչ են թե Կարմիր ու կապույտը տալիս էր մաջենտա։ Սա են։ Չէ, ներողություն, կարմիր կապույտը, չէ, մաջենտա, ճիշտ ասացիք։ Այստեղ պրոստը բան ենք, մենք սխալ ենք գրել, պետք է ոչ թե C1-ը red, C1-ը blue, այ C1-ը red, C2-ը blue։ Ու ընդեղ ծո C1, C2-ն ենք էլի բանը գրել։ Ահա, ճիշտ է։
Նայեք, եթե երկուսն էլ red լինի, համ սա red լինի, համ սա red լինի։ Սի մեկը հավասար է red, or սի մեկը հավասար է blue, սի մեկը հավասար է red-ի, այսինքն այս պնդումը ճիշտ է, չէ՞, սա true է։ Սի երկուսը հավասար է red, սի երկուսը հավասար է blue, սի երկուսը red է, այսինքն սա էլ է ճիշտ, այսինքն սա էլ է ճիշտ։ True and true արդյունքը true է։ Այսինքն երկուսն էլ կարմիր եղավ, բայց մենք այդ դեպքում տպում ենք magenta։ Դրա համար կարելի է վերևը դնել եւ որ իրանք չեն կարող հավասարներ նույն գույնի։ Արանք, կամ էլ կարանք այստեղ այս բանը փոխենք, պայմանը փոխենք, հենց Կարենի ասած ձևով։ Ոնց որ եթե ուզենք ստուգենք այս կարմիր ու կապույտի դեպքը, ոնց պետք է ստուգենք։ Մի հատ վերևը if դնենք, հենց սա փոխելով, էլի, առանց վերևը բան փոխելով։ Մեզ պետք է որ մեկը կարմիր լինի, մեկը կապույտ, չէ՞։ Կարանք ուրեմն կանք մեկը հավասար կարմիր։ Չֆիքսեցի։ Մի հատ էլ կրկնեք, չֆիքսեցի ով սկսեց խոսալ։ Ասում եմ առաջինը մեջ, երկրորդը մեկի երկու ու բանը Հա, ես լեյնին բանած։ Բայց սենց սի մեկը հավասար է red, or սի երկուսը հավասար է blue, սենց նույն կոդ է եղավ իրականում։ Մենք ուզում ենք ստուգենք, որ մեկը կարմիր լինի, մեկը կապույտ, չէ՞, այսինքն կարանք նրանց սկզբում ստուգենք, որ կարմիր լինի, մյուսով ստուգենք, որ կապույտ լինի։ Այսինքն սի երկուսը հավասար է red, էլի առաջինի մեջ մենակ red-ի կարանք ստուգենք։ Ահա։ Մյուսի մեջ մենակ blue ստուգենք։ Ահա, այսինքն արդեն վստահ կլինենք, որ այս եթե ճիշտ է եղել, ուրեմն magenta պետք է տա։ Այս հասկանալի է, ժողովուրդ։ Հա։ Ու հետո պետք է նման բան անենք այս մնացած գույների համար, չէ՞։ Մնացած կոմբինացիաները էլի։ Օրինակ, red ու green-ը, եկեք արագ գրենք։ Red, green։ Միանգամից մտածեք, որ մնացածը ինչ են գրելու, ես այս ջանջալ գործը կանեմ այդ ընթացքում։ Թե մնացած չկա, սրանով պրծնում ենք։ Մի հատ էլ դեպք կա իրականում։ Ռանտալուց է պարզ դառնում։ Հա, error-ը գալիս է, սկսում ենք մտածել ու պարզ է դառնում։ Այդ ինչ դեպքն է։ Այդ այն դեպքն է, երբ որ սի 1 + 2-ը նույն գույնն Այսինքն են։ օրինակ երկուսն էլ կարմիր են, չէ՞։ Չէ, դեպքում error-ը տալու։ Ինչի՞։ Invalid color-ը տալու։ Չէ, բայց կարմիրը այդ valid color-ը։ Այսինքն եթե կարմիր կանաչ կապույտ է, ուրեմն օքեյ է ամեն ինչ։ Հա, բայց նայեք, ինքը գալիս է առաջի if-ի վրայով, c1 հավասար է red, ճիշտ է դառնում, c2 հավասար է red, ճիշտ է դառնում, բայց երկրորդ end-ը արդեն երկուսն է false է դառնում։ Երկուսը false է դառնում, end-ի true and false դառնում է false։ Չէ, բայց մի վարքան։ Անցնի։ Սի մեկը red է, այստեղ մնացածը or-եր է, այսինքն սա true է, չէ՞։ Սի երկուսը red է, այսինքն մնացածը or-եր է, այսինքն սա էլ է true։ True and true տվեց true։ Չէ՞։ Ու մտավ սրա մեջ։ Այսինքն invalid չի, էլի։ Եթե սի մեկը կամ սի երկուսը այս 3-ից ինչ որ մեկը չլիներ, այդ դեպքում ինքը invalid կլիներ, էլի, բայց երկուսն էլ այդ 3-ից մեկն է։ Այս մի if-ի մեջ է else գցենք։ Ոնց որ այս ընդհանուր մեջ։
if elif-ի համար L սկսենք, որ դա invalid color թեկուզ, կամ է same color։ Եթե ստեղ է մտել, ուրեմն իր color-ը valid է, էլի, եթե ստեղ չի մտել, ուրեմն invalid է։ Մենք այդ invalid-ը լուծել ենք արդեն, էլի։ Դրա համար ասում եմ, որ կարանք մի հատ else դնենք։ Որ կստուգի, ոնց որ same color մենք եթե կարմիրը ու կարմիրը իրար հետ խառնենք, արդյունքը կտա կարմիր, չէ՞։ Հա։ Հիմա այդ որ կարմիր է եկել, մեզ այդ ինչ որ սխալ չի, էլի, այդ նորմալ մուտք է։ Այդ դեպքում պետքա տպենք էլի կարմիր։ Չէ, invalid color մի քիչ սխալ ասել, դրա համար կարելի ասել same color։ Այսինքն պետք չէ էլի ստուգել, եթե իրանք հավասար են։ Հա, այսինքն ստեղ արդեն այդ դեպքը դուրս է գալիս, չէ՞։ Եթե այս 3 պայմաններ չկա, ուրեմն իրանք հա, դա ճիշտ է, դա ճիշտ է։ Ահա, բայց այդ բարձր ժողովուրդ ցես։ Այդ մի քիչ այդքան է ակնհայտ չի։ Ոնց որ կարմիր կապույտն ենք ստուգե, կարմիր կանաչը, կապույտ կանաչը, տակը մնում է կարմիր, կապույտ, կանաչ, էլի։ Այդ հասկանալի է։ Okay, երևի հասկանալի է, եթե չէ հարցրեք։ Հիմա այս մյուս դեպքում պետքա ինչ անենք։ Print is the same color right now։ Չէ, դե պետքա գույն տպենք, էլի, ինչ որ մենք չենք կարող մեզ այնց ինչ որ print-ի տարբերակ ավելացնենք, պետքա գույն տպենք ինչ որ։ Կամ գույն կամ invalid color։ Color մեկ օրինակ, չէ՞, այդ գույներից մեկը։ Հա։ Հա, օրինակ C1։ Ըհը։ Հա, մի քիչ ավելի տանջալի էի ուզում սկզբում գրենք, հետո գայինք սրան, բայց էս էլ է ճիշտ լինում։ Հա, վայ, magenta չէ, purple, բայց ես հիշում եի purple magenta լիներ գույնը։ Ստեղից ինչ որ հարց կա։ Okay, այ ժողովուրդ։ Եթե հարց չկա, կգնանք վերջին խնդրին արդեն, էլի։ Հա, հասկանալի այս մեկը։ Այս մեկը, այս բառը նշանակում ինչ է մեկը բարձ չէ։ Այս խնդիրը էլի։ Չէ, ասեմ կարող ինչ որ ուրիշներից հարց ունես։ Եթե հա, կարանք նայենք հիմա։ Այս բանին չէ։ Okay, okay։ Ու դժվար պայմանների խնդիրը մնաց։ Ուզում ենք սար բարձրանանք, ու մեզ տրված է, թե ինչ 3 ապրանք ունենք մեր հետ վերցրած, ու հիմա սենց հարց առաջանում, կկարանանք արդյոք բարեհաջող այդ սարը բարձրանանք, թե չենք կարանա։ Հիմա, որ դեպքերում կկարանանք հաջող բարձրանանք, եթե, ու սենց պայմաններ, մենք ունենք կոշիկներ ու ունենք վերարկու, ունենք կոշիկներ, կամ էլ ունենք կոշիկներ ու ունենք բան, պալատկա, կամ էլ ունենք բան, այն փայտիկներից, ունենք վերարկու, ունենք ակնոցներ։ Այս 3 դեպքն է, որ հաջող կկարանանք բարձրանալ։ Հիմա պետք է այդ ծրագիրը գրենք, որ կստուգի այդ մեր 3 ապրանքների մեջ կա այս հաջող կոմբինացիան, թե չէ։ Պարզ էր խնդիրը։ Այո։ Եկեք գրենք բան, ոնց որ ապրանք իրեր են, տենց item 1, item։ Ահա։ Ուզում ենք սար բարձրանանք ու ունենք 3 հատ ինչ որ id մեր հետ վերցրած։ Հիմա ուզում ենք հասկանանք կկարանանք բարեհաջող այդ սարը բարձրանանք, թե չէ։ Հիմա սարը բարեհաջող բարձրանալու համար մեզ ինչ է պետք։ Մեզ կամ պետք է մենք ունենանք կոշիկ ու վերարկու, որ կարողանանք բարձրանանք։ Կամ պետք է ունենանք կոշիկ ու բան, պալատկա,
կամ պետք է ունենանք փայտիկներ, վերարկու ու ակնոցներ։ Եթե այդպես կոմբինացիաներ ունենք, կկարողանանք սարը բարձրացնել։ Եթե օրինակ ունենանք մենակ փայտիկներ ու մենակ բան, փայտիկներ ու երկու հատ վերարկու, չենք կարողանա բարձրանանք։ Եթե օրինակ ունենանք մենակ կոշիկ ու ինչ-որ երկու հատ լրիվ ուրիշ իր, կոշիկ ակնոց, էլի չենք կարողանա բարձրանանք։ Խնդիրը հենա, որ հասկանանք կարանք բարձրանանք, թե չենք կարող բարձրանանք, էլի։ Արզեր։ Հա, հասկանալի է։ Ինչ առաջարկներ կա, ոնց կարան գրենք։ Դե առաջի հերթին եկեք սկզբից 3 հատ item-ներով պահանջը գրենք, դրանից բրցնենք շուտ։ Okay, սկսենք դաժանից։ Ոնց են գրում։ Հավասարը, դե ինչեր 3 բան էին։ Hiking shoes, hiking sticks։ Հետո։ And coat And item 2-ը հավասարը code, Ահա, item 2-ը հավասարը code։ Իրականում ամենադժվարից սկսեցինք։ Ահա։ Ու item 3-ը հավասարը բանի, չէ՞։ Sunglasses։ Բայց դե տես բանը գրած։ Եկեք այս կարակ item 1-ը առանձնացնենք։ Որը։ Կարակ ամեն մի item-ը առանձնացնենք փակցերով, հետո պետք է ամեն մեկի վրա ավելացնենք։ Okay, բայց մի հատ հասկանանք այս կոդը ինչի ամբողջական չի։ Որովհետև կարա item 1-ը լինի coat, and մյուսը hiking stick, and մյուսը sunglasses։ Ահա, որտեղ կարա անցած խնդրի պես պետք է լուծենք։ Այսինքն item 1 հավասար է hiking sticks, ստորակետ item 2 հավասար է hiking sticks, or Պրոստը ստորակետ չէ, էլի or, հա, item 2 հավասար է hiking sticks, or item 3 հավասար է hiking sticks, ուսանց ամեն մեկի հետ պետք է անենք։ Ահա։ Հետո and ստեղ էս մնացած ամեն ինչը item 2-ը հավասար է code, or item 2-ը հավասար է code, or item 3-ը հավասար է code։ Դե or item առաջի or-ի մեջ գալու բան, մեկ սարքել։ Ու մեկ էլ նույնն է երրորդի համար։ Դաժան է, շատ դաժան է։ Այս հələ մի պայման են գրել, էլի, հələ երկու պայման էլ ունեն գրել։ Իսկ մենք չենք կարող այնպես անենք, որ անդադ չգրենք item 1-ը, item 2-ը, item 3 հավասար է code, գրենք item 1, item 2, item 3 հավասար է code։ Տենց հնարավոր չգրենք։ Առնվազն հիմիկվա գիտելիքներով տենց տրյուկ չենք կարող անենք։ Լավ։ Բայց այս խնդիրը նրա համար չի տրված, էլի, որ այս sense տանջվենք։ Այս խնդրում կա հավես ձև լուծելու սա։ Պատկերացնում եք, չէ՞, այս մյուս երկու պայմանները որ գրեմ, ինչքան է երկարելու այս ամեն ինչը, էլի։ Ոստեղի միջից եթե նկատում եք, որ այս hiking sticks-ը գրում ենք վրա, կարելի է մի հատ փոփոխական սարքել, օրինակ անունը դնել hs hiking sticks որպես։ Այստեղ գրել հավաս hiking sticks։ Հավասար լինեք, item 1-ը հավասար է hs, item 2-ը հավասար է hs-ը շատ հաջողանում չի, բայց կոնցեպտուալ էլի։ Որ եթե ասենք տարասխալ արածինենք hiking sticks-ում, չգնանք ամենտեղ դզենք հետ, էլի։ Բայց լավ, սենց մոտեց, մենք ոնց որ ստեղ ես ըստ էության, ստեղ ինչ գրել ենք։ Հետենա, որ մենք գրել ստուգել ենք, ստեղ եթե հաջորդն էլ գրեինք, ստեղ elif անեինք, ասենք, այս hiking shoes-ի դեպքը ասենք item 1-ը հավասար է hiking shoes, չէ։ Item 2-ը հավասար է hiking shoes, item 3-ը հավասար է hiking shoes։ Ըստ էության մեր ստուգածը սա է, չէ, որ այս դեպքում օրինակ hiking shoes-ու coat-ը մենք ուզում ենք ասենք, որ ինքը ունի կոշիկներ, լավ գրենք has shoes ու has բան, չէ, has վերարկու, has coat։ Այս դեպքում պետք է print անի yes, չէ։
Կամ ասենք ունի Պետք է կոշիկներ։ քիչ երկար գրելու է ուղղակի։ Սրանից հետո չէ, սրանից առաջ մի քիչ պետքա դրուկ անենք, բայց ըստ էության սա ենք, չէ, ուզում ստուգենք։ Եթե ունի կոշիկ ու ունի վերարկու, տպում ենք ես, եթե ունի կոշիկ ունի բան, տպում ենք ես, ու եթե ունի փայտիկներ, Ժորդ, բարձր մոտեցումը։ Has փայտիկս, հալավ, has sticks, and has coat, and has sunglasses. Մեր կոդը սա է, չէ։ Մխիթար, մերսի վիզան միացնելու համար։ Ոչինչ որ կար ժամանակով։ Չէ, կար սանջատած պահես, օքեյ է։ Այս պարզ է ժողովուրդ։ Ում ասած դեպքերում տպում ենք no, չէ։ Ժողովուրդ, այս հասկանալի է։ Այո։ Կարեն, լսում եմ։ Չէ, պատահական երևի։ Okay։ Մեր միակ հարցը գայս է այս հրաշք փոփոխականները ունենալ, չէ, որ կարող ենք իրենց sense օգտագործել։ Իսկ որ դեպքում ենք ասում, որ ինքը ունի փայտիկներ։ Եթե այդներից մեկը հավասար է փայտիկներ։ Այսինքն if Եթե item-ներից մեկը փայտիկ է։ Ահա, ճիշտ է։ Այսինքն եթե item 1-ն է հավասար է hiking sticks-ը, եկեք գրենք HST, որ հետո H շուզի հետ չխառնենք։ Կամ item 2-ը հավասար է HST, կամ item 3-ը հավասար է HST։ Այս դեպքում պետք է այս մեր sticks-ը դարձնենք true, չէ։ Եկեք իմիջիայլոց սկզբում գրենք, որ ինքը ենթադրենք չունի ոչ մի բան։ Ոսր ենթադրենք, որ չունի, հետո ստուգենք, ունի թե չունի։ Has sticks, has shoes։ Արզա ժողովուրդ մոտեցումը, ստեղ էլ սաղ չգրեմ, էլի։ Այս դեպքում has sticks-ը պետք է հավասար լինի true-ի։ Հետո կարանք նույնձև ստուգենք, ասենք, եթե item 1-ը հավասար է, ասենք, coat-ի, կամ item 2-ը հավասար է coat-ի, կամ item 3-ը հավասար է coat-ի, ասենք, has coat-ը հավասար է true, չէ։ Ժորդ հասկանալի է, ինչ ենք անում, արձագանք եք էլի։ Հա։ Ահա, հասկանալի է։ Ու այս մոտեցումը, որ մնացածը գրենք, արդեն խնդիրը կվերջանա։ Իսկ ոնց կարանք մի քիչ լավացնենք կոդը, այս if-երի մասը, այս կտորը։ Ինչ մտքեր ունեք։ Կարանք օրինակ գրենք item 1-ը հավասար է item 2-ը հավասար է item 3 հավասար է HST։ Բայց ոնց որ մեզ եթե մի հատիկ, եթե բան լինի, եթե 3-ն է, պատկերացրեցիր։ Անեք, ասեմ ժողովուրդ, այս ոնց որ բուլյանն է, չէ։ Ինչ որ true false-երի կոմբինացիա է։ Եթե սա լինի true, մենք ուզում ենք has sticks-ը գրենք true, եթե սա լինի false, ուզում ենք has sticks-ը գրենք false, չէ։ Իսկ սա կոդը կարանք sense նաև պատկերացնենք, էլի։ Եթե վերևում գրած չլիներ։ Չէ։ Այսինքն եթե այս սա հավասար է true-ի, մենք has sticks-ը հավասարացնում ենք true-ի։
Եթե սա հավասար է false-ի, մենք hest x-ը հավասարում ենք false-ի։ Իսկ ըստ էության մենք hest x-ը ինչին ենք հավասարացնում։ Մեկ կամ 0, հա։ Չէ, այդ 1-0-ն հələ մի կողմ։ Ոնց որ sense բան եթե գրենք, էլի։ Եթե գրենք օրինակ if n-ը հավասար է, sense օրինակ բան, եթե n-ը հավասար է 3-ի, x-ին հավասարացրու 3, elif եթե n-ը հավասար է 4-ի, x-ին հավասարացրու 4, else, բան, ասենք, elif n-ը հավասար է 5-ը, x-ին հավասարացրու 5, մենք ստեղ ըստ էության x-ին ինչ ենք հավասարացնում։ N։ X-ին n-ն ենք, չէ՞ հավասարացնում, իսկ եթե սա 3-ա, x-ը գրում ենք 3, եթե սա 4-ա, x-ը գրում ենք 4։ Հիմա ստեղ գրածով, եթե սա true-ա, hest x-ը գրում ենք true, եթե սա false-ա, hest x-ը գրում ենք false։ Այսինքն ըստ էության մենք սա չենք անում, hest x-ը հավասար է այս սրան։ Չէ՞։ Պատկերացեցիք ժողովուրդ։ Այս մնացած պատմությունը կրկնում ենք բոլոր մնացած դեպքերի համար, այդ 5 հատ դեպքի համար, ու տակը մնում է այս պստիկ կոդը հեշտ ընթեռնելի, ու դրանով խնդիրը լուծվում է։ Խորհուրդ կտամ տանը մի հատ փորձեք այդ ամեն ինչը գրել, էլի, ստեղ չվավերվեք նրանով, որ ստեղ գրեցինք, ով չի գրել, մի հատ գրի, էլի։ Դե ժոր, ստեղից ինչ-որ հարցեր կամ ընդհանուր դասից հարցեր։ Մի քիչ թեմայից դուրս հարց տամ, էլի։ Array-ներ մենք անցնելու ենք, չէ՞։ Ցուցակներ ենք անցնելու, ինքը ոնց որ էլեմենտների հավաքածու sense ասած անցնելու ենք, էլի։ Իրանք հենց մի քիչ C++-ի array-ը չեն, բայց շատ նման են։ Ինչ որ բաներով տարբերվում են։ Ինչպես միշտ էլի, C++-ից ինչ որ բաներով տարբերվում։ Կարճ պատասխան հա անցնելու ենք։ Այս են 7-րդ բաժինը։